Թրիփն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Երաշխիքը այն չի, որ տանկ կամ զինվոր է։ Դուք հավատում եք ձեր խոսքերին։ Ինչպես են դահլիճում նստած պատերազմների բովով անցած գեներալները բարձրաստիճան զինվորականները հանդուրժել կուլ տվել Փաշինյանի այս խոսքերը, չեն հասկանում մարդիկ։ Ես Փաշինյանի ոչ մի ասած խոսքին չեմ կարող հավատալ, որովհետև նա խաբելով ման է գալիս։ Հայաստանի անվտանգության միակ երաշխիքը, ապահով երաշխիքը, գործող երաշխիքը դա հայ զինվորն է։ 34 տարեկան բանակը համեմատել փաստաթղթի հետ, որ դեռ թղթի վրա է ունտրել թրիփը։ Թրիփը։ Ապշում են մեր քաղաքացիները։ Հենց թրիփի հեղինակը աշխարհում կարգեր է սահմանում զենքի ուժով։ Համոզված են, որ սեփական անհաջողությունները բանակի վրա է գցում Հայաստանի իշխանությունը, փորձելով նվաստացնել երբեմնի հաղթական այդ կառույցը։ Թե ինչ կասի Փաշինյանը, դա իր անձնական գործն է։ Դա լապշա է, որ կախում է այս անողնաշար ժողովրդի գլխին։ Այդ տեսեք կենթանի իդեալներ են քայլում են։ Հայ զինվորը դա ռեալ, կոնկրետ, էական պաշտպանություն է հայրենիքի համար։ Հետո տեսանք տանկ ու զինվորը կանգնած էին։ Եվ ինչ։ Եվ դրանից մեր անվտանգության մակարդակը ավելի լավացավ։ Մեր անվտանգության մակարդակը ավելի լավացավ։ Այս ղամարդը հանում է գլխարկը, երբ զինվորի մասին է խոսում, բայց եթե Փաշինյանն է ասել, որ թրիփն է անվտանգության երաշխավորը, ուրեմն ճիշտ է։ Եթե վարչապետը ասում, ուրեմն ճիշտ ասում։ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես կարելի է ասել, որ ես իրան մարդ չեմ համարում, ինքը դավաճան է եւ իմ հողն է վաճառում, ոնց կարող եմ ես իր ասած ընդհանրապես ընդունեմ։ Պատերազմ բերած իշխանությունից հատկապես հիասթափվել են մարդիկ, երբ պատերազմ հաղթած զինվորականների են հեռացրել ծառայությունից, դատել։ Բանակն են կրճատում, որ ամեն պետության հիմքն է։ Եթե բանակ չունես, ոչինչ չունես։ Կոպիտ օրինակներով են մարդիկ բացատրում, որքան կարևոր է, ով է բանակի գերագույն գլխավոր հրամանատարը։ Եթե հովիվը լավ չի տիրապետում իր տարածքին, իր վստահված ապարանքին, գելլերը գալաշները օգտվելու են առիթից։ Հայ զինվորը քաջասիրտ եղել է եւ մնում է։ Մենք կարանք մեզ տերելնենք, միայն զինեն։ Զինելու փոխարեն համազգեստ են փոխում, տարակուսած են մարդիկ, մաշված է։ Մենակ ֆիզիկական մաշվածության խնդիր է, չի, նաև բարոյական մաշվածության խնդիր կա։ Սա չեմ հասկանում։ Որ մասնա բարոյականությունից մաշված։ Դա ինչ է տալու։ Ոչ մի բան абսոլյուտն է։ Այդ միլիոնները, որ ծախսելու են ձևական ֆորմալների համար, այդ միլիոնները թող ծախսեն նորից եմ կրկնում։ Զինելու բանակը։ Վերջին 30 տարում Նոր համազգեստը, որ գործառնական, հարմարավետ եւ բազմասեզոնային է անվանում Փաշինյանը, մեր քաղաքացիներից շատերը նմանեցնում են ադրբեջանական բանակի համազգեստին։ Այնինչ տարիներով հագել են մեր տղերքը, հաղթական բանակի համազգեստ է։ Ռեֆորմացիայի ենթարկվել է ժամանակի ընթացքում, բայց առհասարակ հաղթած բանակի համազգեստը դա միշտ եղել ու իր մեջ տարեր կրում է։ Երբ կենտրոնանում ես ձևի վրա, բովանդակությունը կորչում է, հիշեցնում են Հայաստանի ղեկավարին սովորական մարդիկ։ Գանե Մովսիսյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։